Ակտիվ թե պասիվ ստրատեգիա, կամ միգուցե երկուսը մեկում, որ ռազմավարությունն է այսօր առավել արդյունավետ բիզնեսների համար։ Առհասարակ վաճառքը միայն ծառայություն կամ պրոդուկտ առաջարկելը չէ, այն ամբողջական ռազմավարություն է, որը պահանջում է միաժամանակ եւ համբերություն եւ արագություն։ Քանի որ նախորդ էպիզոդներում արդեն ուսումնասիրեցինք ինչպես վերլուծել արդեն իսկ եղած ինֆորմացիան մարքեթինգի եւ վաճառքի մասով, ինչպես գրագետ պլանավորել վաճառքն ու մարքեթինգը թվերով, այժմ ժամանակն է ընտրել կոնկրետ ռազմավարություններ բիզնեսի առջև դրված նպատակները, պլանները հնարավորինս արդյունավետ իրագործելու համար։ Բիզնեսում, դրա կոմերցիոն հատվածում կախված ընկերության պրոդուկտներից, ծառայություններից առանձնացվում են երկու հիմնական ռազմավարական ուղղություններ՝ ակտիվ (outbound) եւ պասիվ (inbound)։ Բնականաբար հարց է առաջանում. ինչու ակտիվ կամ պասիվ։ Ակտիվ վաճառքը (outbound) ենթադրում է, որ բիզնեսը վերցնում է նախաձեռնությունն իր ձեռքը, ինքն է որոնում իր հաճախորդին, առաջինն է կոնտակտ ստեղծում պոտենցիալ գնորդների հետ, հանդիպում նշանակում, բանակցում եւ ի վերջո վաճառում։ Այս ռազմավարությունը ընտրում են հիմնականում այն բիզնեսները, որոնք վաճառքն իրականացնում են բիզնեսի B2B մոդելով, այսինքն կազմակերպության որևէ պրոդուկտ վաճառվում է մեկ այլ կազմակերպությանը։ Իդեպ outbound ռազմավարությունը նախընտրում են նաև այն բիզնեսները, որոնք ներկայացնում են ավելի բարձր գնային կատեգորիայի պրոդուկտներ կամ ծառայություններ։ Պասիվ վաճառքը (inbound) ենթադրում է բիզնեսի կողմից գործողությունների իրականացում միտված բրենդի, պրոդուկտի, ընկերության ճանաչելիության բարձրացմանը։ Այլ կերպ ասած, պոտենցիալ հաճախորդն է գտնում եւ դիմում բիզնեսին SEO-ի, գովազդի կամ տարբեր մարքեթինգային արշավների արդյունքում։ Թե վաճառքի որ ռազմավարությունն ընտրել, որոշում եք դուք։ Ճիշտ որոշում կայացնելու համար նախ եկեք ծանոթ անենք դրանց դրական եւ բացական կողմերը։ Ակտիվ վաճառքի ամենամեծ առավելությունը թիրախային լսարանի ինքնուրույն ընտրությունն է։ Դու ես որոշում պոտենցիալ հաճախորդներիդ քանակը, որակը, քանիսի հետ բանակցել, քանիսի հետ հանդիպում նշանակել եւ այլն։ Բացական կողմերն են ժամանակատար գործընթացները եւ պասիվ վաճառքի համեմատ ավելի ցածր արդյունավետությունը։ Պասիվ վաճառքի առաջնային առավելությունը արդեն իսկ հետաքրքրված հաճախորդների ներգրավվածությունն է եւ գործարքների շահավետությունը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ժամանակի խնայողության հետ զուգահեռ այս ռազմավարությունը պահանջում է նաև զգալի բյուջեի հատկացում մարքեթինգային ծախսերի համար։ Ինչպես իրեն են նշել վաճառքի էքսպերտները, ակտիվ վաճառքը պասիվ մարքեթինգ է եւ հակառակը, պասիվ վաճառքը ակտիվ մարքեթինգ է։ Ժամանակակից բիզնես իրականության մեջ ավելի նախընտրելի է համարվում inbound ռազմավարությունը։ HubSpot-ի կողմից իրականացված հարցումների տվյալներով վաճառքի մասնագետների 40%-ը ակտիվ վաճառքը եւ հատկապես պոտենցիալ հաճախորդների հետ առաջնային կապի հաստատումը համարում են իր գործունեության ամենամեծ մարտահրավերը։ Բայց ով է ասել, որ պետք է ընտրել ռազմավարություններից միայն մեկը։ Վաճառքի ակտիվ եւ պասիվ ռազմավարությունները կարելի է նաև հաջողությամբ համադրել։ Հենց այս ռազմավարությամբ է առաջնորդվում նաև ստամինան, կիրառելով մի կողմից վաճառքի outbound ռազմավարությունը, լիդերի գեներացում, հանդիպումների նշանակում, բանակցությունների վարում եւ վաճառքների գրանցում, մյուս կողմից inbound ռազմավարությունը, մարքեթինգային արշավների նախաձեռնում, հետաքրքրված հաճախորդների գեներացում, գործարքների փակում։ Վաճառքի երկու ռազմավարություններն էլ ունեն գործիքակազմեր, նպատակների արդյունավետ իրականացման համար։ Առաջիկայում մենք ավելի մանրամասն անդրադառնանք ակտիվ եւ պասիվ վաճառքի ռազմավարությունների իրականացման բոլոր քայլերին, գործիքներին եւ դրանց կիրառելիությանը։ Իսկ այժմ հակիրճ outbound ռազմավարության համար կարող ես կիրառել lead generation-ի համար նախատեսվող ամենատարբեր գործիքները, իսկ inbound ռազմավարության գործիքներն են social media հարթակները, email արշավները, SEO, PPC եւ այլն։ Գործիքների հղումները կարող ես գտնել վիդեոյի նկարագրություն բաժնում։ Չմոռանաս բաժանորդագրվել նաեւ մեր newsletter-ին, վաճառքի նորագույն ռազմավարությունների, գործիքների եւ բիզնեսի աճի ուղեցույցերի մասին առաջինը տեղեկանալու համար։